Ամենաակտուալ թեմաներից մեկը, որ կուզենայի անդրադառնալ, դա չնայած որ այդ մասին խոսել եմ, բայց ինֆորմատիվ առումով տեսնում եմ, որ շատերը դիմում են տարբեր տեսակի վիրահատությունների եւ դրանից հետո մեծ խնդիրներ էին առաջ ընկալվում։ Դա վահանաձև գեղձի վիրահատությունների մասին է խոսքը։ Խոսքս հիմնականում հանգույցների, այսինքն վահանաձև գեղձի հիվանդությունների նորագոյացությունների մասին է, որոնց մեծ մասը հնարավոր է բժշկել առանց վիրահատության։ Վիրահատությունը, օրինակ կարցինոմաների ժամանակ էլ ես զարմանում եմ, որ գնում են ու հեռացնում են, որովհետև կարցինոմաներն է բժշկել լինում է։ Վահանաձև գեղձի հիվանդությունները ընդհանուր առմամբ մի քանիսն են հիմնականները։ Առաջինը, որ ինքը գերֆունկցիա ունի, այսինքն հորմոնը շատ է արտադրվում, այդ ժամանակ վահանաձև գեղձը մի քիչ չափերով էլ մեծ է, ավելի ակտիվ է։ Գոյություն ունի զոբ, երբ որ ինքը չափերը իր շատ անհամեմատ մեծ սկսում է մեծանել, եւ գոյություն ունի նաեւ թերֆունկցիայի ժամանակ վահանաձև գեղձը կապսուլավորված, այսինքն փոքրանում է եւ այլ ասել քարանում է եւ ֆունկցիոնալ առումով ուղղակի ապահովում է մինիմում քանակը հորմոնների, մինիմում քանակը օրգանիզմում։ Սրանք տարբեր պատճառներ ունեն, նաև աուտոիմուն հիվանդությունները, որոնցից մի մասը վահանաձև գեղձի կապված է օրգանիզմի ինքնապաշտպանության հետ, մի մասը դա ուրիշ քրոնիկ հիվանդության հետ է կապված։ Այստեղ վահանաձև գեղձին միանման միայն վերցնելով ասելով, որ այս ինչ ախտորոշումը կա եւ վերջ պետք է վիրահատել, սա շատ սխալ մոտեցում է։ Յուրաքանչյուր պացիենտին պետք է անհատապես մոտենալ վահանաձև գեղձի հետ կապված հիվանդություններում հասկանալու համար, թե տվյալ պացիենտի մոտ ինչ պատճառով է այդ խնդիրը առաջացել։ Օրինակ աուտոիմուն հիվանդությունների ժամանակ կարող է կալցիումի յուրացման նվազումից էլ առաջանալ վահանաձև գեղձի թերֆունկցիա, կապսուլավորվել բջիջները, որպեսզի վերջնական չմահանան։ Կարող է նաև քրոնիկ ինֆեկցիոն հիվանդություն լինել, որը թաքնվի վահանաձև գեղձի մեջ եւ իմունային համակարգը հարձակվի ընդհանուր վահանաձև գեղձի վրա։ Քրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները այն ժամանակ, երբ որ բակտերիալ ինֆեկցիան ճնշվում է հակաբիոտիկներով, վերածվում են սպորների ու ապրում են ներքին օրգանների հյուսվածքներում, որևէ օրգանում։ Այդ ժամանակ էլ իմունային համակարգը, երբ որ հարձակվում է, կարող է նաև վնասել օրգանիզմի ներքին օրգանների հյուսվածքները։ Այսպիսին նաև ռևմատիզմի տեսակներ կան, նույնը նաև վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում կոկորդի հետ կապված ինֆեկցիաներ, լորձաթաղանթների նկատմամբ եւ այլն։ Այսինքն միայն ասել, որ աուտոիմուն հիվանդություն է ու դրանով հիմնվել այդ բառի վրա, դա շատ սխալ մոտեցում է։ Աուտոիմուն ինչ հետևանք, ինչ պատճառով, դա է պետք։ Նաև գերֆունկցիաների ժամանակ պետք է պարզել գերֆունկցիա կա ինչ պատճառով, հիվանդություն ներքին կա ակտիվ ստրես, կա յոդի, այսինքն յուրացման փոփոխություններ օրգանիզմում։ Նույնը վերաբերում է նաև զոբի ժամանակ, երբ որ մեծանում է վահանաձև գեղձը։ Խնդիրը ինչու՞մն է կայանում։ Յոդի յուրացման մեջ է, սելենի, ֆոսֆորական աղերի, թե կալցիումական աղերի։ Դրանք տարբեր պատճառներով կարող է զոբ առաջանալ։ Եվ եղել է դեպքեր, երբ որ նշանակել են նաև նշեմ, որ սխալ բուժումներից մեկը, որ նշանակում են յոդ, սելեն եւ ամիսներով մարդը խմում է։ Դա
հիմնականում բերում է յոդի ու սելենի թունավորման, որից հետո ավելի է նվազում յուրացումը, որից հետո ավելի է հիվանդանում բանաձև գեղձը։ Չի կարելի այդ կոշտ մոտեցումը, թե իբր եթե օրգանիզմում սելենը չկա, ապա պետք է ավելացնել կամ յոդը, պետք է հարց տալ, ինչու սելենը կամ յոդը չկա օրգանիզմում, չէ որ հիմա սովի դար չի, մարդը օրը 2-3 անգամ ուտում է և Աստված մարդուն այնպես է ստեղծել, որպեսզի իրան անհրաժեշտ քիմիական, ընդհանրապես միներալները և նյութերը վերցնի օրգանիզմը սննդից, ինչու չի վերցնում սննդից, հարցը այստեղ է կայանում, այլ ոչ թե բերեք ավել սելեն տանք, ավել սելենով, եթե մարդը 10 օրից 15 օրից ավել խմում է ամեն օր, թունավորում է առաջանում, նվազում է սելենի յուրացումը, ավելի է նվազում օրգանիզմը արհեստականորեն յուրացում իջեցնում է, որպեսզի չմահանա թույնից։ Եվ նույնը կալցիումի կարբոնատի մասն է, որ կալցի նույնիսկ D3 են տալիս։ Պացիենտներից մեծ մասը, որոնք խմել են կալցի D3, ասենք ամսից ավել ամեն օր, իրանց մոտ ոսկորների հետ կապված ավելի մեծ խնդիրներ են առաջանում, քան այն մարդիկ, ովքեր չեն խմել։ Այսինքն յուրացումը ընկնում է, կարող կուտակումներ հավասարաչափ լինեն։ Չի կարելի, այսինքն բժշկությունը պրոֆեսիոնալ ինքը վերականգնում է յուրացումը օրգանիզմում, պրոցեսներն է, որ վերականգնում, որից հետո օրգանիզմը ինքը իրեն ապահովում է սննդից։ Նույնը վանաձև գեղձի հետ։ Այսօր համատարած շատերը նշանակում են սելեն։ Հենց վանաձև գեղձի հետ կապված խնդիրը կամ հոգնածություն սելեն։ Հնարավոր է սելենի հետ կապված խնդիր լինի, բայց պետք է ամբողջ երևույթը, ամբողջ հիվանդության պատկերը կառուցել։ Սելենի դեպքում նաև միզասեռական օրգանների խնդիրներ առաջանում։ Սելենի յուրացումը ընկնում է հարբեցողների մոտ, ծխողների մոտ, սուրճ խմողների մոտ, այսինքն պետք է ճշտել հարբեցողությամբ զբաղվելը թե չէ, հաճախակի խմիչքներ օգտագործելը թե չէ, ոչ ճիշտ ապրելակերպ ունեցելը թե չէ։ Եթե այդ ամենը չի եղել, հնարավոր է կալցիումի յուրացման պրոբլեմ։ Այսինքն պետք է հասկանալ նաև անալիզներով, անալիզը տվեց, շատերը օրինակ շատ է լինում կալցիումի անալիզով, կալցիումական իոնների քանակը արյան մեջ նորմայից բարձր է։ Ու այստեղ շատ այս թիվը, որ կալցիումական իոնները կալցիումի նորմայից բարձր են, շատերին մոլորության մեջ է գցում, կարծում են, թե ուրեմն պրոբլեմը կալցիումի յուրացման մեջ չի։ Նորմայից բարձրի դեպքում ցանկացած միներալի օրգանիզմում նորմայից բարձր է արյան մեջ։ Ցույց է տալիս, որ յուրացումը այնքան է ընկել, որ օրգանիզմը արհեստականորեն բարձրացնում է, որպեսզի մի քիչ գոնե հասնի բջիջներին, այսինքն բջիջների կողմից, ռեցեպտորների կողմից ընկալունակությունն է իջել։ Երկու ստադիա է լինում արյան մեջ դեֆիցիտը կոնկրետ, այսինքն ոչ թե արյան, այլ ընդհանրապես օրգանիզմի հյուսվածքների մեջ դեֆիցիտը ցանկացած միներալի դեպքում։ Մեկը որ արյան մեջ նորմայի ներքևի մասում է կամ ներքևից ներքև, ներքևից ավելի, այսինքն մինիմումից է ցած։ Դա ցույց է տալիս, որ խախտումը դեռ սկզբնական ստադիայում է, բայց երբ որ չեն բուժում կամ թունավորում են օրգանիզմը, այդ ժամանակ նորմայից սկսում է բարձրանալ, այսինքն այնքան է նվազում յուրացումը հյուսվածքներին, որ օրգանիզմը որպեսզի հյուսվածքների բջիջները չմահանան, բարձրացնում է այդ նույն միներալի քանակը արյան մեջ։ Նույն ձևի գլյուկոզան է։ Ինսուլինառեզիստենտականությունը նույն պրոցեսն է։ Երբ որ զգայությունը կորում է բջիջների հյուսվածքների կոնկրետ ինսուլինի նկատմամբ, այդ ժամանակ արհեստականորեն օրգանիզմը շաքարի քանակը բարձրացնում է, որ մի քիչ տեղ հասնի։ Ու նույն ձևի գրեթե պատկերը նույնն է, չնայած շաքարային դիաբետի դեպքում ուրիշ ֆակտորներ կան, այսինքն ուրիշ խնդիրներ են լինում, բացի դա, որ շաքարը չի օգտագործվում, նաև արհեստական կարող է բարձրանալ, նաև լյարդի հիվանդություններից է կարող է ճիշտ դեռ մի քանի բան կա, բայց ընդհանուր պատկերը նման է։ Եվ այստեղ
Վահանաձև գեղձի հետ կապված, նույնիսկ եթե հեռացեցին որևէ մաս, խնդիրը չլուծվեց, պլյուս մեծ վնաս է հասցվում այդ պացիենտին։ Ինչ առումով։ Ամեն հատված, չկա ավելորդ հատված։ Այդ շատ ցածրակարգ մտածելակերպ է հին, երբ որ վահանաձև գեղձի, քանի որ ամբողջից մի կտոր է հանում են, պացիենտը կենդանի է մնում, ապա բոլոր ֆունկցիաները վերցնում են մյուս կտոր, այդպիսի բան չկա։ Ամեն հատված կապված է որոշակի օրգանների հետ, այսինքն մի հատվածը հանելով ներքին օրգանները աշխատում են, բայց արդեն բանի տակ, մինիմումի տակ, այսինքն նվազում է ակտիվությունը, ոնց որ ինքնա վթարային ռեժիմով են աշխատում։ Եվ եթե վահանաձև գեղձի ենթադրենք աջ հատվածը հանել են, իր լիարդ այդ պացիենտը էլ չի կարա լիարժեք ակտիվ աշխատի, երբ որ պետք է։ Եվ հորմոն տալու, որ ասում են միայն դա շատ սխալ մտածելակերպ է, կարծելով թե վահանաձև գեղձը մենակ կատարում է հորմոնալ կարգավորում։ Վահանաձև գեղձի հետ է կապված ներքին օրգանները, ամեն հատվածում ունի իր ֆունկցիոնալ աշխատանքը, իր կարգավորումը կենտրոնական նյարդային համակարգի միջոցով, այսինքն մենակ հորմոն արտադրելը չի։ Եվ հորմոններն էլ այն թերապիան հորմոնային, որ առաջարկվում է, այսինքն թիրոքսինը ցածր է եւ ավել հորմոնը նշանակում որ խմեն, դա բարբարոսական ձև է, որովհետեւ թիրոքսինը եթե ցածր է, թիրոքսինի ցածրության պատճառն է պետք գտնել, այսինքն օրգանիզմը ակտիվացնել, որպեսզի հիվանդությունը հանել, որպեսզի թիրոքսինը օրգանիզմը ինքը իրենով թիրոքսին ավելացնի։ Ինչ է նշանակում պակասել եկալ վերսեք խմեք։ Երբ որ մարդը ցանկացած հորմոն ներմուծում է օրգանիզմ, այդ օրգանը, որ այդ հորմոնը արտադրում է, նվազելու է իր արտադրությունը ավելի, ընկնելու է արտադրությունը եւ այդ օրգանը ավելի է հիվանդանա։ Ինսուլինը շատ սխալ բուժումներով, երբ որ սկսում են ինսուլին ներարկել, ենթաստամոքսային գեղձը դադարում է ինսուլին արտադրել, առաջանում է շաքարային դիաբետի առաջին տիպ։ Նույն ձևի վահանաձև գեղձը դադարեցին, այսինքն ավելացրեցին, տվեցին, ինքը սկսելու է քիչ արտադրել եւ գալու է մի պահ, որ լրիվ թերֆունկցիան ավելի վառ է արտահայտվել։ Նաեւ պետք է նշել, որ վահանաձև գեղձի աշխատանքը կապված է նաեւ հիպոֆիզից եւ այն թունավորումները, որ անում են այսօր ռադիոակտիվ յոդով, սելենով եւ այլն, դա մեծ վնաս է հասցնում օրգանիզմին, մեծ վնաս։ Լինում է, որ հետո դժվարությամբ է այդպիսի մարդկանց լինում բուժել։ Այսօր ժամանակակից այդ ալոպաթիկ բժշկությունը չի առաջարկում ռեալ բուժում վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում։ Այդ բուժումը արդեն 200 տարի է առաջարկել է հոմեոպաթիան ու մեծ մասամբ բժշկել է։ Խնդիրը պետք է պատճառը գտնել անհատապես։ Միայն ախտորոշումը այդ բառերը, որ նստում մտածում են ու գրում են, միայն այդ բառերը բավարար չի հիվանդությունը տեսնելու համար։ Գեղեցիկ բառերի փոխարեն պետք է ուղղակի պատճառը գտնել տվյալ պացիենտին, այսինքն բուժել հիվանդին, այլ ոչ թե կոնկրետ մենակ այդ մի ինչ-որ ֆունկցիա։ Ամբողջությամբ պետք է բուժել։ Միայն այդ դեպքում է լինում վահանաձև գեղձի հիվանդությունները բժշկել, հիմնականում վիրահատությունը մեծ մասամբ ոչ միայն անիմաստ են, այլ վտանգավոր են հետագա կյանքի համար։ Առողջ եղեք։